Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Եվ այսպես, մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է։ 1918-ին հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի հանրապետության ստեղծման մասին։ Հայ ժողովուրդը վճռական այո ասաց գոյության իրավունքին։ Ծանր մակարումների գնով Բաշ ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերված երկար սպասված պետականությանը։ 1918 թվականի մայիսի 22-ից 28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը։ Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը։ Անկախ Հայաստանի առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր, վերջինս Սիմոն Վրացյանը։ Առաջին հանրապետությունն ընդամենը 2 տարվա կյանք է ունեցել, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ-նախագահի և Հայաստանի Հանրապետության բարձրագույն խորհրդի ղեկավարության հետ հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ապա տեղի ունեցել տոնական քայլերթ։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Օրվա առթիվ ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը, արձանագրել է մի քանի իրողություն, ընդգծել ինքնիշխանության, խաղաղության և պետականության ամրապնդման կարևորությունը մեր ժամանակներում։ Սարդարապատի հերոսամարտով առարկայացած առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ։ Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի մի քանի ամիս, բայց առաջին հանրապետությունը մեզ 4,5 դար պետականազուրկ ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նաև որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը։ Հիմա արդեն երրորդ հանրապետության հետհայաց վերլուծության ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված է մեր պետականության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար հենց սա պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել և մարսել մի քանի առանցքային իրողություն, ասել է վարչապետն ու թվարկել իրողությունները։ Իրողություն թիվ 1. Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով և կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2. 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջոցով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։
Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3. Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության և պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը և պատմական Հայաստանը հղում են մեզ, և Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել և իրագործում է պատմական այս ուղերձը։ Իրողություն թիվ 4. Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը և այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը, և այս հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը և նրա ստեղծած հնարավորությունները։ Իրողություն թիվ 5. Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է, հանրության ու յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունը ուղիղ համեմատական են այս իրողության հանրային և անհատական գիտակցման և այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։ Ազատության և պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե ազատության և թե պետականության կորստի ճանապարհ են։ Այդ պատասխանատվության կատարման որակն ու այդ պատասխանատվության նկատմամբ ունեցած հարազատությունը յուրաքանչյուր քաղաքացու ազատության և բարեկեցության երաշխիքն են։ Հենց այս իրողություններն է արձանագրում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընդգծելով հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ, անհատական ջանքով հարստացիր և հարստացրու, այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց, Հայաստանը իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, հանրապետությունն ու ժողովրդավարությունը իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը իրողություն է, ինքնիշխանությունը և անկախությունը իրողություն են, պետությունը իրողություն է և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։ Հայաստանի Հանրապետության ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումը ու ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Բոլորի շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ուղերձ է հղել Հանրապետության նախագահը, մեջբերում եմ, ինչպես և 107 տարի առաջ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջոցով։ Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում որպես երկարաժամկետ կայունության և առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է։
Թող մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի, ասված է ուղերձում։ Օրվա առիթով Սարդարապատի հուշահամալիր այցելած արտաքին գործերի նախկին նախարար Ռաֆի Հովհաննիսյանին ոստիկանները սկզբում չեն թողել բարձրանալ հուշահամալիր, քանի որ իշխանության ներկայացուցիչները դեռ վերևում են եղել։ Լրագրողների հետ զրույցում Ռաֆի Հովհաննիսյանն ասել է, որ առաջին անգամ չէ, որ բախվում է այս ամենին։ Անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի ելույթին, Հովհաննիսյանն ասել է, որակել է ծաղրանք հասարակության նկատմամբ, հիշեցնելով, որ այս իշխանության ներկայացուցիչները պատմությունից դասեր չեն քաղել։ Դուք գիտեք, որ ես այդ մարդկանց այլևս չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ քաղաքացիական հեգնանք է, ծաղրանք է, երբ նրանք, ովքեր հանձնել են Հայաստանը, իր տարածքը, իր ինքնիշխանությունը, իր ոսկե դղաներին, խոսում են այդ նույն արժեքներից։ Պատմության դասերը ոչ թե չեն սերդել հայոց սերունդները, այլ հենց իրենք չգիտեն, թե ինչ է հայոց պատմությունը, եւ եթե այսպես շարունակվի, հայոց պատմությունը ողբերգականորեն պիտի կրկնվի, եւ իրենք ոչ թե ինքնիշխանություն են բերում, այլ մեր պատմության ողբերգական կրկնումը։ Եվ սա մեր ժողովուրդը պետք է բացառի։ Ես չեմ որ պիտի ասեմ, որ նման մարդկանց ներկայությունը այստեղ ծաղրանք է մեր ժողովրդին իր արժանապատվությանը, բայց այն ինչ որ իրենք ասում են ամենօրյա ռեժիմով, որպես գործող պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության, ուղղակի թքած ունեն Սարդարապատի, մեր հերոսների, ներողություն մեր զինվորների վրա, ովքեր գերդեցին այս տոնը։ Ցավում եմ դրա համար, բայց այդ բարձրագույն խոսքերը, որ այստեղ ասում են, արդեն երկրորդ է։ Ես հիշում եմ, որ Դավուշյան հաջողությունից հետո, ինչպես եկավ այստեղ, ուրիշներին հերոս գարկեց, արժանի, բայց ինքն էլ երակույն ժաբավեն դրեց իր վրան, ոնց որ ինքնահերոսացում էր գնում։ Նման ղեկավարներ պետք չունի Հայաստանի Հանրապետությունը, ոչ պատմականը, ոչ իրականը եւ հատկապես ոչ աբական։ Շնորհավոր բոլորին, մերսի։ Առաջին Հանրապետության տոնի պաշտոնական արարողակարգից դուրս պատմական դասի եւ ներկայի մասին անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ։ Այսպիսով մայիսի 28-ն է այսօր, ամսաթիվ, որը ոսկյա տառերով է գրվել հայոց նորագույն պատմության էջերում եւ այլևս հանդիսանում է ելակետ։ Ու ոչ, ես այսօր պատմության դասերից չէ, որ պիտի խոսեմ կամ հանգրվանի մասին, սխրանքների մասին, ոչ, պատումը բոլորովին այլ է։ Առավել եւս հիմա, երբ ազատություն եւ սուվերենություն բառերը հաճախ ենք մենք գործածում, ճիշտ ժամանակն է եւս մեկ անգամ հայացք նետել անցյալ եւ եւս մեկ անգամ համոզվել, որ սեփական երկիրն ու սեփական ճակատագիր տնօրինողները հենց մենք հայերս պիտի լինենք։ Հեռավոր 1918 թվականի մայիսի 21-ից 28-ը բուռն մարտեր էին տեղի ունենում ներկայիս Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ։ Դեռ 1917 թվականին բոլշևիկյան հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ռուսական զորքերը լքեցին առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված Արևմտյան Հայաստանի մի քանի մարզերը։ Դրանից բնականաբար օգտվում են թուրքերը եւ Թուրքիայի իշխանական շրջանակները որոշում են ետ վերցնել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև օկուպացնել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը։ Այսպիսով, դավադրաբար խախտելով 1917 թվականին կնքած հրադադարի պայմանագիրը, թուրքական զորքերը հարձակման անցան եւ գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ արդեն մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը, Գյումրին։ Կովկասյան ճակատում գործող կորպուսը բաղկացած էր ոչ լրիվ կազմով 3 դիվիզիայից։ Հայերը թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ճնշման ներքո արդյունքում ստիպված էին նահանջել։ Այսպիսով Վեհիբ Փաշայի գլխավորած թուրքական 100 հազարանոց բանակին դիմակայում էր ընդամենը հայկական 20 հազարանոց զորքը, կազմված զինվորներից եւ սպաներից, որոնք զինված էին հին ռուսական հրացաններով եւ գնդացիրներով։ Կային նույնքան էլ աշխարհազորայիններ եւ օժանդակ զորքեր ու մարտիկներ։ Զորքերի հրամանատարը լեգենդար գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանն էր։ Թուրքերը Արաքսի հովտով շարժվում էին արևմուտքից արևելք, Երևանի ուղղությամբ։
Դանիել Բեկփիրումյանը նրանց դիմավորեց Էջմիածնի մոտակայքում, մի քանի հաջող հարվածներով ջախջախեց ու ետ շպրտեց նրանց։ Իհարկե այստեղ այդ խիստ զգայական եւ փառահեղ դրվագների մասին եւս կարող եմ խոսել, գիտեք այդ հայտնի պատմությունը մարտից առաջ կաթողիկոսի կարգադրությամբ մայրաթորի եւ հարակից եկեղեցիների զանգերը ղողանջեցին եւ արդյունքում մարդիկ սկսեցին հավաքվել։ Ահա մի նկարի պատմություն, որ հիմա դուք տեսնում եք։ Իդեպ ամեն անգամ, երբ նայում եմ այս նկարին, ուշադրություն եմ հրավիրում այս հերոսներին, տեսեք, ովքեր նայում են կադրի մեջ, կարծես նայելով դեպի ապագա։ Ու գիտեք ինչ, նրանք ապագա էլ նայում են, նրանք մեզ են նայում, ու այս լուր հայացքի մեջ մի ամբողջ պայքար կա, պատգամ, ապրելու ու արարելու, երբեք չհանձնվելու ու չնահանջելու պատգամ։ Ինչ էին զգում այս մարդիկ, ովքեր հավաքվել էին Մայր տաճարի բակում։ Ու վերադառնալով մեր օրեր, երբ պետական այրերը պաշտոնական արարողակարգի շրջանակներում լինում են Սարդարապատի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք են մատուցում Սարդարապատի հերոսների հիշատակին, կամա մտածում եմ այս ամենի մասին, արդյոք այս նկարի հերոսները, ում մասին ես խոսում էի քիչ առաջ, ովքեր դուրս էին եկել մարտի, կպատկերացնեին արդյոք, որ տարիներ անց անկախ ու ազատ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարները ոչ միայն իրար մեկը մեկին էլ թշնամի, էլ կեղեքող, էլ թրքասեր, էլ թալանչի, ինչ ասես կկոչեն, ու դա էլ կարծես քիչ է, երբեք իրար հետ հուշահամալիր չեն այցելի, գլուխ չեն խոնարհի։ Գուցե իմ ասածը շատ միամիտ է հնչում, բայց բարեկամներ, պետության ու պետականության մեծագույն այս տոնին, մանավանդ պատմական այս բարդ իրավիճակում, այս իրարամերժության հանդեսը գոնե մեկ օրով պիտի դադարի, թե ոչ։ Միասնությունից են խոսում, սիրո հարգանքի մթնոլորտից են խոսում։ Պատկերացրեք, որքան կարողչանար մեր քաղաքական ու ինչու՞ չէ սոցիալական մթնոլորտը, երբ հայ մարդը հերոստատեսությամբ եւ ոչ միայն տեսներ իր նախկին ու ներկա ղեկավարներին մի շարքով կանգնած հարգանքի տուրք մատուցելուց այն հերոսների հիշատակին, որոնց հերոսության շնորհիվ կերտվեց երկիր, որտեղ հենց նրանք դարձան նախ ագահ։ Մտածեք այս ուղղությամբ։ Շարունակենք։ Հանրապետության տոնի եւ ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առիթով ապարանում միջոցառումներ են կազմակերպվել։ Մասնակցել են կառավարության անդամներ, նաեւ տարբեր մարզերից ներկայացուցիչներ։ Փոխվարչապետը շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է ապարանի վերածնունդ հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Փոխվարչապետն այցելել է նաև զինվորական պանթեոն եւ ծաղիկներ խոնարել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին։ Լրագրողները Մհեր Գրիգորյանի սահմանազատման գործընթացից են հարցրել։ Փոխվարչապետն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման մասին դեռևս ամսաթիվ չկա։ Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխվարչապետը նորություն չի հայտնել։ Գործընթացը փակուղում չէ, ասել է Մհեր Գրիգորյանը։ Դեռ ձեզ հայտնելու նորություն չունեմ այդ մասով, աշխատանքներ ընթանում են, բայց եթե ձեզ ավելի կոնկրետ հետաքրքրում է արդյոք կա պայմանավորված հաջորդ հանդիպման ամսաթիվ, դեռ չունենք պայմանավորված։ Իսկ գործընթացը դուք ինչպես եք գնահատում, փակուղային է թե այնուամենայնիվ որոշակի։ Չէ, ես չեմ համարում, որ փակուղային է, այնուամենայնիվ ես կարծում եմ մենք ունենք իրավական լիարժեք բազա երկու երկրների կողմից հաստատված եւ ներպետական ընթացակարգերի անցած, ինչ որ շատ կարեւոր է եւ ըստ էության երաշխիք է աշխատանքները շարունակելու համար։ Ապարանում միջոցառման ընթացքում լրագրողները ֆիքսել են, թե ինչպես են միմյանց հետ ջերմ շփվում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու մի շարք քրեական գործերով անցնող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Պարոն Հովսեփյան, ձեզ հետապնդում են։ Իրենք ձեզ հետապնդում են, դուք։
Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում գրել է, որ Կանադան 61 միլիարդ դոլար կվճարի ապագա ամերիկյան ոսկե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգին միանալու համար։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ այդ ծառայությունը Կանադային կարժենա $0, եթե երկիրը ցանկանա միանալ Միացյալ Նահանգներին որպես 51-րդ նահանգ։ Ինչպես հաղորդում է կանադական մեդիա ընկերությունը, Թրամփի հայտարարությունը հրապարակվել է նույն օրը, երբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, որը Կանադայում պետության արարողակարգային ղեկավարն է, գահակալական ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում եւ խոստացել է պաշտպանել կանադացիներին եւ նրանց ինքնիշխան իրավունքները։ Չարլզ III-ը Կանադա է ժամանել վարչապետ Մարկ Քարնիի հրավերով։ Մեծ Բրիտանիայի թագավորի գահակալության ելույթից հետո Քարնին ասել է, թե հույս ունի, որ Կանադան մինչև հուլիսի 1-ը կկարողանա միանալ Rearm Europe եվրոպական վերազինման ծրագրին։ Պարբերականը նշում է, որ այս քայլը պետք է նվազեցնի Կանադայի կախվածությունը Միացյալ Նահանգներից զենքի եւ զինամթերքի մատակարարումներից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարվի Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների նոր փուլի մասին։ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի համար չեզոք ոչ միջուկային կարգավիճակին վերադառնալը մնում է Ռուսաստանի կողմից հակամարտության կարգավորման պայմաններից մեկը։ Մոսկվայի եւ Կիևի ներկայացուցիչների 3 տարվա ընդմիջումից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։ Կողմերը համաձայնել են անցկացնել լայնածավալ 1000-ի դիմաց գերիների փոխանակում եւ ներկայացնել ապագա զինադադարի հնարավորությունների տեսլականը։ Գերիների լայնածավալ փոխանակումն արդեն ավարտվել է։ Մոսկվան ներկայումս պատրաստում է ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծ։ Միացյալ Նահանգները ստացել է Կիևի հրադադարի հուշագիրը պատերազմը դադարեցնելու պայմանների ցանկը եւ ակնկալում է, որ Ռուսաստանը կտրամադրի նմանատիպ փաստաթուղթ։ Այս մասին ասել է Ուկրաինայի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև նոր բանակցությունները տեղի կունենան այն բանից հետո, երբ հուշագրի երկու տարբերակներում գտնվեն հնարավոր փոխզիջման կետեր։ Բանակցությունների վայրը կարող է լինել Ժնևը, ասել է Քելոգը։ Պաշտոնյան մանրամասնել է, որ Վատիկանը նույնպես ներկայացվել էր որպես բանակցային հարթակ, բայց ռուսական կողմը այն մերժել էր։ Հույս կա, որ 2026 թվականին պատերազմը կավարտվի եւ ռուսական տնտեսությունը կհայտնվի ուժեղ պատժամիջոցների տակ, սակայն դրա համար անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու ուժեղ քայլեր։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իհարկե մենք հասկանում ենք բազմաթիվ հետախուզական գործակալությունների, շատ երկրների վերլուծաբանների վերլուծությունը։ 2026 թվականի հունիս մենք բոլորս հույս ունենք, որ պատերազմ չի լինի, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ռուսները կզգան արդեն ընդունված պատժամիջոցների տնտեսական ազդեցությունը։ Մենք հասկանում ենք, թե բյուջեի դեֆիցիտը որքան է լինելու։ Միգուցե դա աղետալի չէ նրանց տնտեսության համար, քանի որ այն հիմնականում ստվերային է, նշել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ ըստ նրա դժվար է վերլուծել, թե որքանով ռեզերվ ունի Ռուսաստանի Դաշնությունը պատերազմը շարունակելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Գելա Գելազեին երկրի ներքին գործերի նոր նախարար նշանակելու մասին։ Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախորդ նախարար Վախթանգ Գոմելաորին մայիսի 28-ին հայտնել է իր հրաժարականի մասին։ Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ նոր նախարարի ղեկավարությամբ ներքին գործերի նախարարությունում առաջընթացն ու զարգացումը կշարունակվեն եւ որ յուրաքանչյուր ոստիկանի շահերի նկատմամբ հոգատարություն կդրսևորվի։ Վրաստանի ներքին գործերի նոր նախարար Գելա Գելազեն, ով կրթությամբ իրավաբան է, մինչև այս պաշտոնում նշանակվել է, զբաղեցրել է պետական անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Իրանը կարող է թույլատրել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ԱՄՆ տեսուչներ ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները հաջողությամբ պսակվեն։ Այս մասին ասել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին։ Նորմալ է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս, բայց եթե միջուկային համաձայնագիրը կնքվի, մենք կարող ենք թույլատրել ատոմային էներգիայի միջազգային գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին այցելել մեր միջուկային օբյեկտներ, ասել է Էսլամին մամուլի ասուլիսում։ Նախատեսվում է, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը կանցկացնեն միջուկային բանակցությունների 6-րդ փուլը։
Իրանի կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը, որը ուղեկցում է Իսլամական Հանրապետության նախագահ Մազուդ Փեզեշքյանին, Մասկատ կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Օմանի առևտրի, արդյունաբերության եւ ներդրումների խթանման նախարար Քայիզ Բեն Մոհամմադ Ալ Յուսուֆի հետ։ Նշվում է, որ երկու պաշտոնյաներն էլ ընդգծել են տնտեսական հարաբերությունների խորացման եւ կայուն աճի խթանման կարեւորությունը։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանն Օմանի սուլթան Հայթամ բին Թարիկ Ալ Սայդի հրավերով Օման է այցելել երկօրյա պաշտոնական այցով։ Եվրամիության խորհուրդը մայիսի 28-ին Սիրիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ իրավական ակտեր է ընդունել։ Այս ակտերը պաշտոնական են դարձնում Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու որոշումը։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները անցյալ շաբաթ էին համաձայնել չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Եվ վերջում եղանակի մասին, արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված վաղը գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաեւ Երևանում, սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այսօր այսքանն էր, մնացեք խաղաղությամբ։